Այստեղ էլ պետք է ուշադրել։ Երբ որ ասում են բասկետբոլի մարզասերը, ինքը արդեն պիտի տակը իրան լցվի ամեն ինչ։ Զորից բասկետբոլի մարզասերը ստեղծական հնարավորություն չունի։ Հայտնի ազգանացության թե բասկետբոլի սա շատ լավ դեր չունի։ Երկրորդ հարկում դարձահարվում, առաջի հարկում վերանորոգում։ Իմասան հանգույցները փոխվել է, դռները փոխված է որոշ տեղերում, հարգանալու Արդեն փոխվել է, այո։ Դեռ հատկացան փոխվելի պես կանենք, փոխենք այս պակետը կանենք, դրանք ինչ բացասնենք ու Դե հիմա պարոն Խաչատրյան, բանի հետ մարզադահլիճի հետ նորոգելուց հետո կարանք վստահ մեր բանի տողի մեջ գրենք։ Դեպս անկան բան արժապետ, սա 5-ից մեկն է, որը մարզադահլիճը կա, դպրոցն էլ նորոգելի է։ Միհարելը, երբ որ մարդ միհարում է, այդ լավ է, ոչ թե եթե մենք խոսում ենք ամբողջ Պետերբուրգից տնական ավանի բնակիչների կողմից։ նույն տնական Ես հեղափոխությունից հետո YouTube-ը մասնեմ, ես բնակարան պետք է ունենամ։ Պարոն Ղազարյան, դուք գալիս տնական ավան, Ես ձեզ մի բան ասեմ, հեղափոխության իմաստն ու նպատակը երբեք այն չի եղել, որ մարդկանց տներ բաժանի։ Հեղափոխության նպատակն եղել այն, որ մարդկանց աջակցի, օգնի, դրդի, դնին վիճակի մեջ, որ մարդիկ իրանք աշխատեն, վաստակեն, պետության հարկերը վճարեն եւ իրանք համար բնակարան ձեռք բերեն։ Ես նոր էլ որ մտա, ասում էի ես այդ մարդկանց հետ խոսակցության տպավորության տակ ճանապարհին մտածում էի, բայց մենք այդ մարդկանց համար ամենաճիշտ ձևը ինչը կլներ, ամենաճիշտ ձևը, ասում եմ կլներ, որ մենք այդ մարդկանց երեխեքի համար նորմալ կրթություն կարենանք ապահովենք, որ այս երեխեքը մեծանան, իրանց աշխատանքով վաստակեն, իրանց տունը առնեն։ Վասցի իհարկե սա բան շատ լավատեսական չի հնչում այն մարդկանց համար, ովքեր արդեն 40, 50, 60, 70 տարեկան են, բայց հիմա եթե մենք այդ բանաձևի սկզբանե դրածը գնեին, ձեզնից շատերը եւ կամ ձեր երեխեքը արդեն տուն առած կլինեն, այս բնակներից դուրս եկած։